Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հերթական սպառնալիքն այս անգամ կառավարության նիստերի դահլիճից, մոռանալ վերադարձի գաղափարն ու տնավորվել, Նիկոլ Փաշինյանի կոչը արցախցիներին։ Այդ վերադարձի օրակարգերի բաները այդ թափանիվը պտտեցինք, կներեք տարածաշրջանից մեծ կտորը ականջնա մնալու։ Խուզարկություններ Երևանում, ինչ է հայտնել ներքին գործերի նախարարությունը։ KGB գործակալ հիբրիդային պատերազմ հրահրող մոլդովական պիտակներ Հայաստանի ընդդիմությանը։ Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին, ինչ է հայտարարել Իրանի արտգործնախարարը։ Նոր սպառնալիքներ, հերքումներ ու հայտարարություններ, որոնց տակ եղածականների պայթյունը կարող է ճակատագրական լինել։ Փաշինյանը շարունակում է իր հնարած պատերազմ կամ խաղաղություն թեզը առաջ տանել։ Ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել, հայտարարել է իշխող ուժի ղեկավարը։ Ասել է, թե չպետք է տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրեն ցեղասպանությունների համար։ Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք կամ դժվար է ասել որից հետո է եղել ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, եւ մենք էլի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն։ Ավելին, Փաշինյանն առաջարկում է մոռանալ պատմական արդարության մասին, որպեսզի չբախվենք նոր անարդարությունների։ Փաշինյանի խոսքով անգամ վարչապետը պիտի ունենա համարձակություն այս պնդումն անելու համար։ Նա ներկայացրել է, թե որտեղից իրեն այդ համարձակությունը։ Դա վերջին մի ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների հետ իմ շփումներն եւ քննարկումներն, երբ որ ես տեսնում եմ, որ այս խոսույթը ուղիղ եւ օրգանական կապ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ցանկությունների, նպատակների եւ եղծերի հետ։ Եվ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եվ ժողովուրդը, այո, ես կարծում եմ, որ պետք է այս ռազմավարությանը տեր կանգնի, ես համոզված եմ, որ ժողովուրդը տեր կկանգնի։ Վերադարձի օրակարգից հրաժարվելու պնդումն արել է նաև կառավարության նիստի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կոչ է արել խաղաղվել ու վերջապես տնավորվել։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովրդին։ Ընդհանրապես որևէ քաղաքական ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը այդ կներեք անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել եւս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեն ինչ ասես ասում են։ Փաշինյանը կրկին հերքել է ինքն իրեն, հայտարարել է, թե չի ասում արցախցիները փախել են, այլ Արցախի էլիտան է փախել։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովրդին, ընդհանրապես որևէ քաղաքական ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը, այդ կներեք անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել եւս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեն ինչ ասես ասում են։ Իսկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր Հույդա Հայաստանի երիտասարդական միության անդամները բերել էին իշխանականների լուսանկարները, որոնք արվել են տարիներ առաջ Արցախում։ Ալեն Սիմոնյանի ու այլ իշխանականների վերջին հայտարարություններից հետո երիտասարդները որոշել են ակցիա իրականացնել։ Լուսանկարներն ակցիայից հետո թողել են կառավարության շենքի մոտ։ Պետությունները եւ ազգերը պատերազմների հետևանքով չեն կործանվում, այլ կործանվում են կամքից, հայրենիքից, ազգային պատկանելությունից եւ արժեքներից զուրկ
ղեկավարների անողնաշար որոշումների հետևանքով։ Քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարություններ, կարող են փոխվել իրավիճակներ, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման եւ վաճառքի ենթակա չեն։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ դուք չեք կանգնել, չեք առերեսվել իրականությանը եւ հետ չեք կանգնում հանձնման եւ կործանման ճանապարհից։ Մինչ Հայաստանը պատրաստվում է ընտրությանը, քաղաքական դաշտում հայտնվում են նոր եզրույթներ՝ հիբրիդային պատերազմ, արտաքին միջամտություն եւ դրա չեզոքացում։ Այս ամենը շատերին հիշեցնում է մի սցենար, որն արդեն փորձարկվել է Մոլդովայում։ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանի ընտրական գործընթացներին, հիշեցնելով Մոլդովայի փորձը։ Զուգահեռ փորձագետներն ահազանգ են հնչեցնում, նույն մեխանիզմները կարող են կիրառել նաեւ այստեղ։ Սա պատահական համընկնում է, թե նույն խաղի նոր փուլը։ Անյա Աբաղյանն է անդրադարձել։ Ինչու է ընտրության մոլդովական փորձի մասին խոսակցություններն ակտիվացել համապետական ընտրությունից մոտ 2 ամիս առաջ։ Փորձենք հասկանալ, նմանություններ կան, ինչպես Մոլդովայում, Հայաստանում եւս Եվրամիությունը պատրաստ է աջակցել ընտրությունները կազմակերպելու հարցում։ Արագ արձագանքման խումբ ուղարկելուց մինչև ֆինանսական աջակցություն։ Եվրամիության բարձր ներկայացուցիչներից Կայա Կալասը, երբ խոսում է ընտրություններից, Մոլդովայում իրենց աջակցությունը ներկայացնում է հպարտությամբ, որպես հաջողված փորձ։ Մոլդովայում իրենց ձախողված փորձից հետո Ռուսաստանը սկսել է թիրախավորել Հայաստանը սպասվող ընտրության ընդառաջ, կիրառելով նույն մեթոդները։ Միայն թե այս անգամ նրանք շատ ավելի վաղ են սկսել, 1 տարի առաջ։ Եվրամիությունը միշտ կաջակցի իր ընկերներին այս պայքարում։ Իսկ ինչ է եղել Մոլդովայում ընտրությանն ընդառաջ։ Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ, սեպտեմբերի 26-ին, արգելվել է Մոլդովայի Սիրտ կուսակցության մասնակցությունը։ Կուսակցության գործունեությունը դադարեցրել են ընտրողներին կաշառելու, փողերի լվացման մեղադրանքների հիմքերով։ Նույն օրն արգելվել է նաև Մեծ Մոլդովա կուսակցության մասնակցությունը։ Նրանք մեղադրվում էին ընտրողներին կաշառելու եւ չհայտարարագրված ֆինանսական միջոցների շրջանառության համար։ Բացի այդ, Մեծ Մոլդովա կուսակցությունը համարել են մեծահարուստ Իլան Շորի սահմանադրական դատարանի կողմից արգելված Շոր կուսակցության փաստացի իրավահաջորդ։ Երկու կուսակցության մասնակցությունը ընտրությունից 2 օր առաջ արգելելը ժողովրդավարության մասին են։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է մեկնաբանում։ Սա եվրոպական արժեքների նահանջ եմ ես համարում, նույնիսկ Վենսը օրինք չեն փայլում այդպես այս պահին ժողովրդավարության բաներով, փայլատակումներով, նույնիսկ իրենք քննադատեցին Ռումինիայի գործընթացը, երբ պրեզիդենտի թեկնածուն արդեն հաղթել էր եւ երկրորդ փուլ էր մտել, պետք է երկրորդ փուլ լիներ, կենտրոնական դրական հանձնաժողովը չեղալ արեց ընտրությունները եւ ավելին թույլ չտվեց մասնակցելու այդ ճակերտավոր պրոռուսական թեկնածուին։ Ընտրությունները եղավ առանց առաջատար թեկնածուի։ Նույնը նաև Ռումինիայում տեղի ունեցավ, ընդգծում է Մանուկյանն ու կարծում, Ռումինիայի թեկնածուն եվրոպացիների քիմքին հաջող չէր։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի խոսքով հիբրիդային պատերազմի մասին հայտարարելով Եվրամիությունը պայքարում է Ռուսաստանի դեմ, եւ այստեղ ոչ թե Հայաստանի, այլ արևմուտքի շահերն են պաշտպանվում։ Եվրամիությունը երբ որ 20 հոգանոց խումբ էր գործուղում Մոլդովա, անցած տարվա պարլամենտական ընտրություններին եւ ինչպես ասեցի, դա երկուստեք ընդունվեց որպես լավ նախադեպ, հիմա նրանք մեր իշխանությունները շեշտադրում են տալիս հենց այդ օրինակին, բերելով այդ օրինակը փորձում են դա, այսպես ասած, հայաֆիկացված տարբերակով Եվրոմիության հետ նման գործառույթ իրականացնել։ Հիմա տեսնենք, համենայն դեպս արդեն իսկ փաստ է, որ անգամ գումարի տրամադրման մասով կա հաստատեցում։ Բացի արդեն տրամադրված աջակցություններից մարտի 23-ին Արարատ Միրզոյանն ասաց, Եվրամիության խաղաղության հիմնադրամին է դիմել նորից աջակցություն ստանալու համար։ Հայաստանի Հանրապետությունը ստացավ երկրորդ, ուրեմն տրամադրումը խաղաղության, եվրոպական խաղաղության գործիքի ներքո եւ ելի ասել ենք, որ մենք արդեն երրորդի համար ենք դիմել, խոսքը 20 միլիոնի մասին էր, 20 միլիոն եվրոյի աջակցության մասին էր երկրորդի դեպքում։ Միջազգայնագետի խոսքով Եվրամիության տրամադրած գումարները Հայաստանի համար պարտավորություն են ձևավորում։ Պարտավորությունների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում։ Եվ հասկանալի է, չէ, որ հավաքական արևմուտքի
այս պահին իրենց բարերով նկարագրած սրտի վարչապետի լավագույն տեխնազուն տվյալ դեպքում գործող իշխանություններն են իդեմս վարչապետ Փաշինյանի։ Նրանց համար գերնպատակ է այս իշխանությունների վերարտադրվելը։ Մոլդովական սցենարի կրկնությունը կուսակցություններին ընտրությանը մասնակցելու իրավունքից զրկելը հավանական է համարում Արամ Մանուկյանը։ Ակնհայտ երևում է, որ ընտրությունների կամ նախորդող փուլում կամ ընտրությունների ընթացքում փորձեն մեկուսացնեն կամ չեզոքացնեն այն ուժին կամ այն ուժերին, որոնք իրենց հաղթում են։ Նրանց անվանելով ագենտներ, կգբ-ականներ, պրոռուսական քաղաքական ուժեր։ Եվրամիությունը ոչ թե միջամտելու է ընտրություններին, այլ աջակցելու։ Օրեր առաջ մեծ զրույցում ասել էր ԿՊԱ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Ասում է գործող իշխանությունը թափանցիկ ու արդար ընտրություն իրականացնելու երաշխավորն է, որի փորձը ունեն։ Եթե այդպես է, անհրաժեշտ է Եվրամիության կամ այլ կենտրոնի աջակցությունը։ Շատ էլի զարգացած երկրներ, ոչ թե զարգացող, այլ զարգացած արդեն երկրներ, եւս նման աջակցություններից օգտվում են, որ միասին գործընկեր պետությունների կազմակերպությունների հետ դիմագրավելու համար խնդիրների։ Զարգացող երկրներից Մոլդովային աջակցել է Եվրամիությունը։ Ընտրություններին երկու կուսակցությանը մասնակցելու թույլտվությունից զրկել սահմանադրական դատարանը։ Այս ֆոնին Հայաստանում սահմանադրական դատարանի դատավոր է դառնում ԿՊԱ-ական 7-ամյա գործունեություն ունեցած Վլադիմիր Վարդանյանը։ Կոռուպցիայի դեմ պայքարող մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում Transparency International Հայաստանը, նրա անաչառությունը կասկածի տակ է դրել։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի հետ խուզարկություններ են իրականացնում մայրաքաղաքի մոտ 20 հասցեներում։ Մեզ հայտնել են ներքին գործերի նախարարությունից, թե ինչ գործի շրջանակում են կատարվում գործողությունները, դեռ պարզ չէ։ Երևանում 3 խոշոր հրդեհ էր բռնկվել Ազատության պողոտայում գտնվող կանանց մշակույթի տանը։ Հրդեհը մարել են գրեթե 5 ժամ անց։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ դեպքի վայր էին մեկնել փրկարար ծառայության 13 մարտական հաշվարկ։ Թե ինչն է դարձել հրդեհի պատճառը, առայժմ պարզ չէ։ Հրդեհի բարդությունից ելնելով թիվ 3 կանչ է նաև հայտարարվել, դրանց հետո նաև ավելացել են մարտական հաշվարկները։ Փրկարարները շատ կարևոր աշխատանք են կատարել, ինչպես տեսնում եք, երկու հատվածներում բնակելի շենքեր են շատ մոտ եւ կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր։ Իսկ ինչ են պատմել ականատեսները, լսենք։ Ես եմ բալկոնից եմ նայել, տեսել եմ ու եկել եմ ներքև, որովհետև էսի մեր պապենական ես թե պարապել եմ ագարձյոնի ամեն ինչի, մեր ծնողներից փողը պայելա կանազի գործանը, զարելա էսի ասարք է, սուտա ասա, կանազ աշխատող է, կանազի գոր, վերևից հենց, վերևի հարգի։ Երկրորդ հարգն է, երկրորդ հարգն է, ինքը ովշի մեծ է։ Դուրնյակամից ոսուց է տարածվալ, ալիմինի լուսամուտներին հալապ, թապապ, ծաղ վարվավ։ Սեմ ես այստեղ չեմ եղել այդ պահին, բայց այն, որ պետք է մի բան լիներ, կասկած չկա։ Մի օր մի բան լինել է, որովհետև ես արդեն 2 տարի է, ամախետար վիճակում է, ոչ մի դուր հատ վիճակում չի։ Գնացեք նայեք, դռները կոտրած, այս կողմից կոտրած, ոչ մեկի պետք է։ Հա, գիտենք, անձամբ թաղապետին եմ ասել։ Ոստիկանության հերթապահ մասին եմ գնացել ասել։ Եվ ինչ, ոչ մի բան։ Իրանի հարավում ավիահարվածի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Ալի Ռեզա Թանկսիրին, հայտնել է Ջերուսալեմ Փոստը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանին ուղերձներ է փոխանցում տարբեր միջնորդների միջոցով, սակայն դա չի կարելի համարել բանակցություններ։ Արաղչիի խոսքով Թեհրանն ուսումնասիրում է փոխանցված առաջարկները, սակայն այս փուլում մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ։ Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի հարցին։ Նրա խոսքով Թեհրանը թույլատրել է բարեկամ երկրների, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի եւ Իրաքի նավերին անցնել նեղուցով։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հակամարտությունն ընդդեմ Իրանի սխալ է եւ սպառնում է համաշխարհային տնտեսական երկրաշարժով։ Նրա խոսքով հակամարտությունն ապակայունացնում է միջազգային առևտրի կարևորագույն զարկերակը՝ Հորմուզի նեղուցը։ Եվ վերջում ռոբոտ շները բարեկություն են անում Վենեսուելայի մայրաքաղաքում։ Նոր տեխնոլոգիան նախատեսված է ոստիկաններին աջակցելու եւ ոչ փոխարինելու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։